Don't afraid. No, it's okay. Չանես, ես քեզ բռնում եմ, տես կարող ես այստեղ գնալ։ Դա ոչինչ չէ, ես քեզ բռնում եմ, ամեն ինչ նորմալ է, ես այստեղ եմ, խնդիր չկա։ L'autisme, c'est l'éternel présent. Աուտիզմը հավերժ ներկայությունն է, եւ մենք նրանց հետ միասին շատ հաճախ ապրում ենք այդ բանը հենց այստեղ։ Good, huh? Oui. Ես ավելի երջանիկ եմ այդ երեխաների հետ աշխատելուց, քան նեյրոտիպիկ միջավայրում գտնվող երեխաների հետ, որովհետև նրանք հաճախ առաջնորդվում են հաջողության գաղափարով, կամ այն գաղափարով, թե պետք է ինչ-որ բան անել, լավ ապրելու, հասկանալու, ինչ-որ մեկը դառնալու համար։ Իսկ այս երեխաները ինչ-որ հավերժ ներկայի մեջ են, որը ես ճանաչում եմ, դա այն նույնն է, ինչ ունեի ես փոքր ժամանակ։ Without cheese, it's not important to have your cheese. Sound is important. Be careful with it's fragile. Take it. And you sing with me. Bush. Ես ծնվել եմ Մոսկվայում 63 տարի առաջ, երաժիշտ ինտելեկտուալների ընտանիքում, եւ այսպես ասած գալիս եմ խորհրդային դասական ավանդույթի ծանր համատեքստ ունեցող ընտանիքից։ Իսկ իմ լավագույն, իմ իսկական երաժշտության ուսուցիչը պապս էր։ Նա արտասովոր մարդ էր։ Նա ինձ ծնել է բացարձակ լսողությամբ։ Նա ասաց. «Ես վերցնում եմ այս երեխային, Կամիլին, Կամիլոչիկին, եւ ես եմ զբաղվելու նրանով»։ Նա ինձ համար գնեց փոքրիկ 16-րդական, այսպիսի մի փոքրիկ խորհրդային ջութակ, նաեւ փոքրիկ աղեղ, եւ ես հնչեցի փոքրիկ նոտա, ու այդ նոտան վերջնականապես մտավ իմ ուղեղի մեջ մինչեւ այսօր։ Բայց ես իմ ամբողջ մանկության ընթացքում զգում էի ինչ-որ կտրուկ շրջադարձի ցանկություն, որովհետև ես չէի ուզում միայն երաժշտությամբ զբաղվել։ Ես միշտ դուրս էի ձևաչափից, եթե ուզում եք։ Այսպիսով իմ պայքարը այն էր, որ ստեղծեմ իմ սեփական ձևաչափը եւ այդ երեխաներին ես տանում եմ դեպի ոչ թե տանում եմ, այլ առաջարկում եմ նրանց մի ձևաչափ, որը նրանք երբեք չեն տեսել։ Չկա երկու նույնատիպ աուտիզմ։ Նույնիսկ մեկը չկա, բոլորն էլ տարբեր են։ Կարելի է գրքեր գրել յուրաքանչյուր երեխայի մասին։ Մի քանի ամիս առաջ, մոտ 2-2.5 ամիս առաջ, հայտնվեց Միքայելը։ Նա աուտիստիկ երեխա է, հաղորդակցական որոշ դժվարություններով։ What is no? Who is no? Where is no? No. Երբեմն մի քիչ անհասանելի է, որովհետև պտտվում է, գնում է ինչ-որ բաներ փնտրելու կամ պարկում է ու կարող է չշարժվել, բայց նա առաջ է գնում իր արագությամբ։ Ամեն դեպքում ես բավական հաճախ պարզապես մի տեսակ վկա եմ դառնում, թե ինչպես է երեխան զարգանում։ Սա է այն, ինչ ես կոչում եմ դիագոգիա, այսինքն ժամանակ անցկացնել միասին։ Եվ ես այդ ժամանակն անցկացնում եմ հաճույքով ու միշտ միայնակ, աշխատելով նրա հետ։ Դա շատ հետաքրքիր է։ Մի աղջիկ կա, Էդիթը։ Նա կարող էր 1 ժամ շարունակ հարվածել գանգին անդադար ուժով, ինչը գրեթե անտանելի էր, այլ բան չէր անում։
Այսօր մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ նա դադարներ է տալիս, հսկայական դինամիկ նրբերանգների տարբերություններ է անում։ Et qu'elle fait des pauses, elle fait des énormes différences de nuances dynamiques. Ձայնը ամբողջությունն է։ Այսինքն բազմազանության մեջ միասնականությունն է եւ դա միակ բանն է, որ կարող է նրանց բերել այս աշխարհ։ Ի վերջո, ամենակարևորը նրանց իրենց իսկ ճակատագրի ստեղծող դարձնելն է։ En fait, l'essentiel, c'est de le rendre enfant créateur de sa propre destinée. Ես դա անվանում եմ բժշկական երաժշտություն։ Դա ձայնի հարաբերությունն է գիտակցության, հիշողության հետ։ Պատկերացրեք, ինչ կա այնտեղ։ Այդ պատուհանների հետևում, գիտեք, այնտեղ Երևանն է։ Շատ աղմկոտ է, ճչացող, շարժում կա, քաոս է, ամեն ինչ կա, որպեսզի խելագարի հասցնի այդ երեխաներին, որոնք արդեն ներսից քանդված են քաղաքից եկող ագրեսիաներով։ Իսկ երբ նրանք գալիս են, իրենք բերում են այդ ամբողջ բեռը, բայց այստեղ մտնում են խաղաղ տարածք։ Tout ce bagage, si vous voulez, même ici, l'apparition, ne serait-ce que dans un espace qui est paisible. Վայրի դպրոցը ունի մի ընդարձակություն, այն կոչվում է Վայրի Նալի դպրոց։ Պատմականորեն դա կապված է նոր ազատ ակադեմիան Նալիի հետ։ Դա փիլիսոփայական եւ հոգեվոր կրթության կրճատումն է, որը ես բերել էի Մոսկվայից Ֆրանսիա տեղափոխվելիս 1989-ին եւ 1992-ին Փարիզում հիմնել էինք որպես միություն։ Իսկ 1999-ին Ժան-Պիեր Շևենմանն էր խոսում վայրիների մասին։ Դա վերաբերում էր արվարձանների զարգացմանը։ Բոլորն արձանագրեցին ինտեգրման քաղաքականության լիակատար ձախողումն այդ թղամասերում։ Մենք հայտնվեցինք Մանտլաժոլիում եւ մեզ ասացին. գնացեք, անելու բան շատ կա արդյունաբերական տարածք, 12 արվեստագետների կոլեկտիվ։ Այնուհետև ես սկսեցի հիմնականում սև մանուկներ բերել թաղամասերից։ Մենք ձայներ էինք ստեղծում, երգում, պարում։ Եվ այդ բառը Սաբին Ժեմեի շնորհիվ է։ Մենք միասին եկանք Մանտլաժոլի, նա էր, որ առաջարկեց դպրոցը եւ գտավ այդ անունը։ Անունը շատ արագ եւ ուժեղ Qui a կպավ։ proposé l'école et qui a trouvé ce nom. Et il est collé très vite et très fort. Եվ երբ արդեն Դեկարտում էի, զանգ ստացա։ Ինձ ասացին, մենք ձեզ հետևում ենք, կարծում ենք, որ դուք հարմար եք մեր նախագծի համար։ Սա միություն է Հայաստանում կայուն մշակութային եւ կրթական զարգացման համար։ Մենք գումար ունենք, միություն ունենք, ձեզ ընդունում ենք որպես իմաստունի, եւ դուք մեզ հետ 7 տարվա պայմանագիր եք ստորագրելու։ Սնունդ, կացարան, աշխատավարձ կա։ Եվ դուք անում եք, ինչ ուզում եք։ Ես ասացի վերջ, գնացինք։ Gymnastique.
une estimation. Ունեմ մոտ 50-60 երեխայի հաշվարկ Հայաստանում, որոնք անցել են այստեղով 2 տարում։ Пеликан. Сверху. Пусть упадет рука. Еще давай. Вся рука. Давай. Браво, молодец, еще. Упадет рука, упадай. Все, без ладони. Без пальцы, только пальцы. Вот сверху. Пальцы. Եվ Էրիկի նման մի երեխա մոտ 1 ամիս դասերից հետո շաբաթը 2 անգամ։ Սկզբում երաժշտական գործունեությունը շատ դժվար էր։ Մենք փորձում էինք, նա փորձում էր, բայց ոչինչ չէր ստացվում, որովհետև նրանք միշտ բարձր էներգիայի մեջ են։ Չեն կարողանում ձայնը ինտեգրել միջավայրի հետ։ Բայց հետո նա սկսեց կոնտրաբաս նվագել, սկսեց դադարներ անել, առանձին հնչյուններ հանել, որովհետև հենց հնչյունների տարանջատումն է, որ կարևոր է երաժշտության մեջ։ Séparation des sons qui compte de la musique. Вся семейство тут. Вау, Микаэль, привет. Мишка, здравствуй. Здравствуйте, очень рад. Камиль, пойдем на скрипке играть. Пойдем со мной. Там скрипки. Там много скрипок. Смотри. Երբ նրանք գալիս են, դա դառնում է հիասքանչ, որովհետև սիրում են գալ, սկսում են լսել։ Որոշների հետ դա ակնհայտ է, մյուսների հետ ավելի բարդ։ Եթե չի ստացվում, ամեն ինչ քանդվում է։ Բրավո։ Հետո ամեն ինչ լավ է։ Բացի այդ, նա ունի մոտ -8 դիոպտրիա, նա շատ ուժեղ կարճատես է երկու աչքով և չի կարողանում մախտորոշում անցնել։ Դա Նոյի գործն է, նա արևի երեխա է, դա Դաունի համախտանիշ ունեցող մանուկ է։ Մեզ հաջողվեց հասնել այն բանին, որ նա միշտ ամբողջ ուժով չհարվածի դաշնամուրին, որովհետև դա էր նրա միակ եղանակը։ Իսկ հոդերում սահունություն ստեղծելը շատ բարդ է։ Давай. Раз. Давай. Давай, поехали. Хадж. Allez, hop. Тик-тик. Այդ կավե աշտարակը, կավագործության աշտարակը, կարծում եմ սա լավագույն մեթոդներից է առանցք տալու համար, որովհետև իրականում աուտիզմը աուտ լինելն է։ Այսպիսով պետք է նրանց մեջ արթնացնել ինը և դուրս բերել աուտից։ Դա կապն է սեփական առանցքի հետ, ուստի հենց մարմինն է, որ պետք է աշխատի։ Եվ ես փորձում եմ աշխատել մարմնի հետ։ Միշտ փորձում ենք նրանց նորմալացնել կամ բերել ինչ-որ մոդելի, որը ինքնին տգեղ է։ Ինչ ենք առաջարկում։ Սպեկուլյացիա, կապիտալիզմ։ Իսկ ես գտնում եմ, որ այդ երեխաները այնքան դուրս են բոլոր սոցիալական մոդելներից, որ հասարակությունն ու անգամ ծնողները տալիս են։ En fait, je me porte d'une manière libre. Ես ազատ ձևով եմ վերաբերվում եւ ինձ համար նրանք իրականում իմ ազատության վարպետներն են։